Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Մելքոնյան։ Մեր զրույցն այսօր պատմակեղծարարության դրվագների շուրջ է լինելու, մի քարոզչություն, որը իրականացվում է պետական հեռուստաալիքի եթերից, որը առնչվում է Երկրորդ աշխարհամարտին եւ հայրենական պատերազմին ու առնչվում է նաեւ Թուրքիային, ես կխնդրեմ դրվագ առ դրվագ եւ մի փոքր մանրամասն անդրադառնանք։ Տեսեք, Երկրորդ համաշխարհային պատերազմը վերաբերում է իմ նեղ մասնագիտական ոլորտին այնքանով, որ դրանում ներգրավված էր Թուրքիան այս կամ այն կերպ եւ այդ հարցի շուրջ Թուրքիան ուներ ինչպես ակնկալիքներ, այնպես էլ հետագայում իր հանդեպ եղան սպառնալիքներ, իր պահվածքի պատճառով եւ Թուրքիայի ընդհանրապես դիրքորոշումը, դիրքավորումը այդ պատերազմի ժամանակ համարվում է մեր տարածաշրջանի նաև կարևոր գործընթացներից մեկը եւ ձեր նշած այդ քարոզչության ընթացքում նաև այսպես մտնում են այն դաշտ փորձելով միֆեր կոտրել, որ Թուրքիան չէր պատրաստվում հարձակվել սովետական միության վրա, Թուրքիան այս դիրքորոշումն ուներ եւ այլն եւ այդ կոնտեքստում նաեւ ես կուզենամ որոշ դիտարկումներ անել, ես ինքս երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից չեմ, բայց այնինչ վերաբերում է Թուրքիային եւ այս տարածաշրջանին, այստեղ կան օբյեկտիվ ճշմարտություններ, փաստեր եւ դրանք խեղաթյուրելը չեմ կարծում, որ որևիցե առումով ճիշտ է եւ անկեղծ է մեր հասարակության առջեւ եւ եկեք այսպես նախ սկսենք հարցը, որ ես նայել եմ ճիշտն ասած երկու հաղորդումներն էլ հանրային հեռուստաընկերությամբ, մեկը կոչվում էր Բանավեճ, բայց բանավիճում են տարբեր կարծիքներ ունեցողները, եթե բոլորը նույն կարծիքին են, դա անունը Բանավեճ չէ, դրա անունը ուրիշ կարող են դնել, այնպես որ ժանրային այստեղ շեղում կար։ Եվ մյուս հաղորդումը, որտեղ նաև խոսվում էր Թուրքիայի մասնակցության մասին։ Եկեք առաջինը ֆիքսենք հետևյալ։ Ինչ լոզունգի տակ է գնում այս ամբողջը, միֆազերծման, միֆերի փլուզման։ Շատ լավ բան է միֆերը փլուզելը, բայց միֆերը, եթե ճակերտավոր ասած, չեն փլուզում այլ կեղծ միֆեր ստեղծելով։ Հիմա ստեղծելով այլ կեղծ միֆեր, փորձում են իրենց ձևակերպմամբ ինչ-որ միֆեր փլուզել։ Ներողություն ընդ որում այն անձինք, ովքեր մեզ համար ծանր ողբերգական ավարտ ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում իրենք էին միֆեր հյուսում, հանդիսանում էին այդ միֆերը պետական մակարդակով տարածող ձայնը եւ դեմքը։ Նայեք, ինչ միֆեր են փորձում քանդել եւ ինչ միֆեր են ստեղծում։ Նախ փորձում են ստեղծել կարծես երկրորդ Սևրի գաղափար, որ Գերմանիան նպատակներ ուներ, նացիստական Գերմանիան նպատակներ ուներ մեծ Հայաստան ստեղծելու եւ դրան երևի թե խանգարում էր սովետական միությունը եւ այլն։ Եկեք փաստենք հետեւյալը, որ Թուրքիան եւ Գերմանիան ունեն ստրատեգիական, ուրեմն դաշնակցային հարաբերությունների պատմություն, ինչպես առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երբ նրանք դաշնակցին եղել, այնպես դրան հաջորդող փուլերում եւ երկրորդ համաշխարհայինի ժամանակ եւ խոսել Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերությունների մասին ու ներկայացնել դրանք լիովին այլ լույսի ներքո եւ չասել, որ Թուրքիան համարվում էր ոչ թե հայերի կողմից, այլ ընդհանրապես այդ ժամանակվա դիվանագիտական, քաղաքական տերմինոլոգիայով, հետագայում նաև տարբեր ուսումնասիրություններում այդ ձևակերպում տեղ գտավ, համարվում էր Գերմանիայի չպատերազմող դաշնակիցը, որովհետև նացիստական Գերմանիայի երկրորդ համաշխարհայինի ժամանակ Թուրքիան ցուցաբերում էր քաղաքական աջակցություն, տնտեսական աջակցություն, երբ որ այդ եթերում այդ անձը նշում էր, որ չեմ ուզում անդրադառնալ նրա անձին, որտեղ ես որոշակի հարաբերություն եմ ունեցել, բայց երբ որ կեցը հեծանիվը լոզունգի տակ են մարդիկ գործում, ես այլևս չեմ կարող մասնագիտական տիրույթում ընկալել։ Չէ, անձնական բնականաբար չեմ ուզում մտնել, բայց երբ որ ասում են Թուրքիան Գերմանիային ինչ որ նյութեր էր մատակարարում երկրորդ համաշխարհայինին, խոսքը տնտեսական հարթության մասին, մատակարարում էր քրոմ,
որը օգտագործում է ռազմաարդյունաբերության մեջ եւ որի պատճառով Թուրքիային բողոքի նոտաներ էին հղում ոչ միայն Խորհրդային Միությունը, այլև օրինակ Մեծ Բրիտանիան եւ այլն։ Եվ դրա հետ կապված պահպանված են ինչպես բողոքի նոտաները, այնպես էլ ասենք օրինակ ասում են նյութեր ցույց տվեք, փաստեր, ապացույցներ։ Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմետ İnönüի օրագրերում նշված է, թե ինչպես է Մեծ Բրիտանիայի դեսպանը վիճում իրենց վարչապետի հետ եւ պատճառը քրոմն էր, որը մատակարարվում էր Գերմանիային։ Եթե պետք է էջերով կասեմ, թող գնան սկսեն կարդալ։ Ուրեմն քաղաքական, տնտեսական եւ ռազմականի հետ կապված։ Տեսեք, կան բազմաթիվ փաստեր, ուսումնասիրություններ, վերլուծություններ, որտեղ նշում է, որ Գերմանիան խնդրել է Թուրքիային պատերազմի ընթացքում սովետա-թուրքական սահմանին տեղակայել զորք, որը բնականաբար լրացուցիչ անհանգստություններ կպատճառեր Խորհրդային Միությանը, եւ դա կլիներ Թուրքիայի աջակցությունը։ Ուրեմն արդյոք սա այդպես է թե ոչ, իրական զորք կուտակել է թե ոչ, ասում են այդպիսի փաստեր չկա։ Ուրեմն Երկրորդ համաշխարհայինից հետո նացիստական Գերմանիայի արտաքին գործերի արխիվները անցել են Խորհրդային Միությանը եւ հրապարակվել են այդ արխիվները, կան տպագրված եւ դրան հղում անելով մի շարք վերլուծություններ, ուսումնասիրություններ կան, այդտեղ դիսերտացիաներ են պաշտպանվել եւ այլն, որ ուրեմն այս մասին գրագրություն կա, որ Գերմանիան խնդրում է Այո, խնդրում է տեղակայել զորք։ Երկրորդ փաստը։ Այդ ժամանակ Թուրքիան, սա էլ արդեն թուրքագիտական նյութի վրա եմ ասում, իրականացրել էր զորակոչ, զորահավաք եւ իր բանակը թիվը մի քանի անգամ մեծացրել էր եւ եթե Թուրքիան հայտարարել էր չեզոքության մասին պատերազմում, ինչու էր բանակը մի քանի անգամ թիվը մեծացրել։ Երրորդ հանգամանքը գիտեք, մարդիկ երևի մնացել են դեռ, որ հիշում են, որ Գյումրիում եւ հարակից տարածքներում տեղակայված էին վրացական զորագնդեր, վրացի զինվորներ երկրորդ համաշխարհայինի ժամանակ, որոնք այդտեղ տեղափոխվել էին նրա համար, որ հանկարծ եթե Թուրքիան հարձակվի, գոնե այդտեղ ինչ որ զորք տեղակայված լինի։ Այսինքն եւ հիմա այլ փաստերի մեջ մտնեմ, որ Թուրքիայում երկրորդ համաշխարհայինի ժամանակ ակտիվացել են պանթյուրքիստական շարժումները, վերաբացվել կամ բացվել են պանթյուրքիստական թերթեր, ժուրնալներ, որոնք սկսել են քարոզել, որ ահա եկել է ժամանակը գրավելու Կենտրոնական Ասիան, միանալու մեր թյուրքախոս եղբայրներին, մտնելու Ղրիմ, չգիտեմ, ռուսական այլ տարածքներ եւ այլն եւ այլն։ Հիմա կոնկրետ էլի հղում անեմ։ Թուրքիայի ուրեմն ազգային ժողովի պատգամավորներից Բարութչու ազգանունով իշխող կուսակցության կարևոր պատգամավորներից մեկը Հուշերը, որ ասում է, երբ որ հայտարարվեց, որ Գերմանիան հարձակվել է Խորհրդային Միության վրա, այդ օրը խորհրդարանում մենք բոլորս իրար շնորհավորում ենք եւ ասում ենք ձեր աչքը լույս լինի։ Հետարքիր այդ ինչի համար էին իրար աչքալուսանք տալիս։ Եւ նույն այդտեղ վկայություն, որ Թուրքիայի վարչապետը մի կողմ է դնում այդ օրը հեռախոսը, որովհետեւ այն չէր դադարում չէին դադարում նրան զանգել շնորհավորելու համար, որ ահա երազանքը մեր մոտ է իրականացման եւ այլն եւ այլն։ Ուրեմն սա այսպես հետագայում էլ տերմինների հետ կապված, տեսեք, Թուրքիայի 45 թվականին Թուրքիան փետրվարի 23-ին 45 թվականին Թուրքիան պատերազմ է հայտարարում Գերմանիային եւ դա կոչվում է թանաքային պատերազմ, իսկ ուրեմն հայտնի դիվանագետ Սերգեյ Առալովը դա անվանում է դիվանագիտական կուրիոզ, այսինքն Թուրքիայի պատերազմ հայտարարելը եւ այլն։ Այսինքն խոսել, որ Թուրքիան, գիտեք, խաղաղասիրական, այսպես սպասում էր, ոչինչ չէր անում, ուղղակի եթերային ժամանակը քիչ է, թե չես կպատմեմ, թե ինչեր է արվել անգամ ուղիղ հենց հայերի հանդեպ Թուրքիայում ապրող այդ ժամանակ։ Որ սա ուղղակի, գիտեք, սևը սպիտակ է ներկայացնում, սպիտակը սև։ Այդ թրքասիրական քարոզչության դրվագներից մեկն է։ Այստեղ ինձ թվում է գումարվել է իրար հակառուսականությունը,
ծայրահեղ արևմտամետությունը եւ այսպես ոչ թե թուրքամետությունը, այլ Թուրքիային այլ լույսի ներքո ներկայացնելու խնդիրը եւ այդ ծրագրերի հետ կապված գիտեք որ ուրեմն Գերմանիան ուզում էր ուրեմն ազատագրեր Հայաստանը եւ Հիտլերը երևի ասենք Գևորգ Չաուշի ջոկատից է եղել փոքր ժամանակ, հետո ուրեմն փորձել է այդ երազանքը իրականացնել։ Գիտեք, պահպանված են անգամ լուսանկարներ, թե ինչպես են Թուրքիայի ուրեմն գլխավոր շտաբի տարբեր պատասխանատու գեներալներ, նրանցից մեկը իդեպ հետո դառնալու էր Թուրքիայի պաշտպանության նախարար, այցելում Հիտլերին Թուրքիայի նախագահ Իսմետ İnönü'ի հանձնարարականով, այցելում Հիտլերին կա ֆոտոն, Հիտլերը, թուրք գեներալները եւ դիմացը քարտեզը, այցելում են օկուպացված Օդեսա թուրք գեներալները, դա խոսում է նեյտրալության մասին, որ գնում են Օդեսա, որը դե յուրե խորհրդային միության տարածքներ եւ հարակից այլ տարածքներ եւ հանդիպում են Հիտլերի հետ ինչ են քննարկում, հետարքիրը քննարկում են թե ինչպես է Հիտլերը ազատագրելու ուրեմն արևմտյան Հայաստանը, ինչ ես ենթադրում ձեր հարցերը պետք է կանխեմ, այդտեղ իհարկե այդ միֆը եղել է, այդ ծրագիրը դրվել է շրջանառության մեջ եւ ինչքան ին գիտելիքները ինձ թույլ են տալիս եզրակացնել, Գարեգին Նժդեհը դադարեցրել է իր համագործակցությունը կամ շփումները գերմանական կողմի հետ, երբ որ հասկացել է, որ դա սուտ է եւ որևէ արևմտյան Հայաստանի վրա, Թուրքիայի վրա արշավանք չի լինելու։ Այո, կարող եք կարծել սցենարային մի բան է եղել։ Գարեգին Նժդեհի հարցաքննության այսպես փաստերը, որտեղ ասում է ես ընդդեմ Թուրքիայի բոլորի հետ պատրաստ էի համագործակցել եւ դրա համար, քանի որ ասում էին կարող է Թուրքիայի վրա հարձակում լինի, դրա համար եմ համագործակցել, բայց հետո դադարեցրել եմ, որովհետեւ չի եղել։ Պատմական Հայաստանի հետ կապված պարոն Մելքոնյան, մի իշխանություն, որը ուղղակի պատերազմ է մղում հիշողության դեմ, պատմական արժեքների ինքնության, պատմական Հայաստանի դեմ, որը կեղծ իրական Հայաստանի թեզ է առաջ բերել ու ինտենսիվ քարոզչություն է անում, ագրեսիվ ավելին։ Հիմա այդ իշխանության այսպես ասած քարոզիչը փորձում է հայ հասարակությանը մոլորեցնել էլի նույն պատմական Հայաստանի ստեղծման այդ թեզով, այստեղ հակասություն չեք տեսնում։ Նայեք, այստեղ նույնպես տեսնում եմ սարսափելի աստիճանի խեղաթյուրում։ Նայեք, կրկին վերադառնալով Հայաստանի թեմային։ Այդ որ ասում են Հիտլերը ուզում էր Հայաստանը ազատագրել, ասում են եւ անցնում են, բայց թեթև նշում եմ, որ հետո Ստալինն էլ ուներ նման ծրագիր Հայաստան ազատագրել։ Ես հիմա ուզում եմ փաստերը ներկայացնել եւ թող հետեւությունները հեռուստադիտողները անեն։ Պատերազմն ավարտվում է 45 թվականին Խորհրդային Միության արտաքին գործերի նախարարը պաշտոնապես իր մոտ է հրավիրում Թուրքիայի դեսպանին եւ ասում է, որ մենք չենք երկարացնում սովետա-թուրքական պայմանագիրը, քանի որ դուք պատերազմի ժամանակ խախտել եք չեզոքությունը, որ իբրև թե հռչակել եք, որ դուք չեզոք եք, բայց պատմագրությունը նշվում է որպես տարօրինակ չեզոքություն Թուրքիայի պահվածքը, որտեղ օգնում էր Գերմանիային, ուրեմն եւ մենք ունենք հարցեր տարածքային, ինչպես նաև Սևծովյան նեղուցների հետ կապված։ Եվ Մոլոտովի այդ հայտարարությունից հետո հիմա ասում են փաստեր որտեղ ինչ։ Արման Կիրակոսյանի մեր Վաղամերիկ դիվանագետի խմբագրությամբ կա տպագրված արխիվային ամբողջ այդ գործը, սովետա-թուրքական հարաբերությունները եւ Հայաստանը։ Ուրեմն թող բացեն, ամբողջ արխիվային նյութերը այդտեղ սկանավորված դրված է, թե ինչ է տեղի ունեցել պատերազմից հետո եւ ինչպես է հայկական հարցը եկել օրակարգ, որ սովետական միությունը, բայց ասում են Հայաստանը կապ չուներ եւ այլն, ավելի կոնկրետ, սովետական Հայաստանի Կոմկուսի կենտկոմի քարտուղարի եւ այլ ուրեմն համապատասխան ինստիտուտների միջոցով ներկայացնում է պահանջ Հայաստանին վերադարձնելու Կարսի մարզը։ Սկզբից Կարս ու Արդահան, հետո Արդահանի պահանջը ներկայացնում են վրացական ՍՍՀՄ-ի ղեկավարները։ Եվ Ստալինը այդ պահանջը դնում է բանակցությունների սեղանին ամերիկյան եւ մեծ բրիտանական ղեկավարների Չերչիլի, Ռուզվելտի, հետո Թրումանի առջեւ, որ
տեսեք սովետական Հայաստանը եւ սովետական Վրաստանը պահանջում են այդ հողերը, որոնք իրենցից ապօրինի խլվել են եւ ձևակերպումը Մոլոտովի Խորհրդային Միության արտգործ նախարարի, որ մենք դա ձեզ է անցել Թուրքիային է անցել 21 թվականի Կարսի պայմանագրով, որը անարդար պայմանագիր էր եւ ստորագրվել է մեր թույլ եղած ժամանակ։ Ուրեմն սրանք փաստեր են, ոչ թե Հիտլերը որպես հայոց նվիրական գաղափարների փրկիչ, այլ սրանք կոնկրետ փաստեր են Պոցդամի կոնֆերանսում, նամակագրություն, Հայաստանի կողմից ուղարկված, անգամ քարտեզներն են ուղարկված, թե Հայաստանը ինչ է պահանջում, հայկական ոճով մի քանի 3 ձևի քարտեզ է ուղարկված, թե ինչ տարածքներ են պահանջում։ Ուրեմն, հիմա այդ անձինք, այդ ծայրահեղ արևմտամետները, ասենք պետք չի լինել ինչ-որ արևմտամետ, ռուսամետ, գոնե Հայաստանի շահը պաշտպանեք, կույր արևմտամետությունը դա ուղղակի չգիտեմ ինչ է հասցնում։ Հիմա Մելքոնյան, այս դրվագը միակը չէ, երբ պատմության տարբեր էջեր ժամանակահատվածներ այս իշխանությունը փորձում է ռևիզիայի ենթարկել, մեկնաբանել յուրովի եւ ուղղակի խղաթուրել։ Այո, հիմա հասկանանք, հանուն ինչի է սա կատարվում։ Հիմա այս դրվագը ավարտեմ, որովհետեւ Արևմտյան Հայաստանի ռեալ ազատագրմանը դեմ ով է արտահայտվել։ Պետք է մեր հանրությունը իմանա։ Արտահայտվել է ԱՄՆ-ն, որի պետքարտուղարը ասել է, որ Թուրքիայի արևելյան սահմանները դրանք մեր սահմաններն են եւ որևէ ոտնձգություն այդ սահմանի հանդեպ, դա ոտնձգություն է ԱՄՆ-ի հանդեպ, թող բացեն այդ սղագրությունները կարդան։ Արդեն այ քանի արխիվ տվեցի, իրենց ահագին ընթերցանություն հանձնարարեցի, տեսեք, Գերմանիայի արտգործնախարարության արխիվները տպագրված, Հռիփսիմե Կորխմազյանի գիրքը, Արման ուրեմն Ջոնիչ Կիրակոսյանի խմբագրությամբ գիրքը, թող կարդան, հետո էլի կհանձնարարեմ այլ գրքեր եւ այլ նյութեր։ Ուրեմն եւ դեմ է արտահայտվում Մեծ Բրիտանիան։ Ու այդ բանակցությունների ժամանակ Ստալինն ասում է, բայց դուք եք պաշտպանում հայերին, Սևր էիք ստորագրում, արևելյան հարց էիք դնում եւ այլն։ Ասածս ինչ է։ Ես ոչ էլ պաշտպանում եմ Խորհրդային Միությանը կամ Ռուսաստանին կամ Չինաստանին։ Ես ասում եմ իրականությունը մի խեղաթյուրեք եւ մի ներկայացրեք, որ Հիտլերը, Չերչիլը, ԱՄՆ-ն ուզում էին Հայաստանն ազատագրեին, Ստալինն էլ ուզում էր չազատագրեր, մենք էլ դե չգիտենք ընդհանրապես ինչ ենք ուզում։ Ուրեմն կան այս օբյեկտիվ փաստերը եւ սա մեծ քաղաքականություն է։ Ոչ ԱՄՆ-ն է մեր թշնամին կամ բարեկամը, ոչ չգիտեմ Մեծ Բրիտանիան եւ այլն, կա քաղաքականություն, քաղաքական շահեր։ Մեր շահերը չհամընկան ամերիկյան կամ արևմտյան շահերի հետ եւ եղավ այն, ինչ եղավ։ Հիմա այստեղ վերջի դրվագը Ինչի էր Խորհրդային Միությունը հարց դրել Թուրքիայից հող պահանջելու 45 թվականին։ Ինչի համար Թուրքիան չեզոք երկիր էր, ոչ մի բան չէր արել երկրորդ համաշխարհային եւ հանկարծ Խորհրդային Միությունը Թուրքիայից ինչ որ պահանջներ է ունենում, Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները Սևծովյան համաձայն Մոնտրեյի կոնվենցիայի Թուրքիան քանիցս խախտում է երկրորդ համաշխարհային ժամանակ թույլ տալով նացիստական նավերը անցնեն հայտնվեն Խորհրդային Միության թիկունքում։ Այսինքն այդ միֆը, որ իրենք ուզում են մեկ այլ միֆով ինչ որ միֆ քանդեն կամ ստեղծեն, որ Թուրքիան ոչինչ չի արել եւ չէր ուզում հարձակվել Խորհրդային Միության վրա։ Հիմնովին սուտ է եւ վերջին դրվագը այս մասով եւ գամ ձեր ասած։ Լեգենդար հետախույս Գևորգ Վարդանյանը, Գեորգի Անդրեիչը, վստահ եմ նա ավելի լուրջ աղբյուր է, քան այդ բանավեճերին մասնակցող գաղափարակիցները, որոնք տարբեր կողմերում են բանավիճում, բայց գաղափարակից են։ Գևորգ Վարդանյանը ասում է, եթե մենք պարտվենք, Խորհրդային Միությունը պարտվեր երկրորդ համաշխարհային, ապա Հայաստան եւ Խորհրդային Միության վրա Թուրքիայի եւ ոչ միայն Թուրքիայի հարձակումը շատ իրատեսական էր։ Սա ասում է լեգենդար հետախույզը, որը բազմաթիվ լուրջ պրոյեկտների այսպես մասնակից է եւ այլն։ Այսինքն եւ հիմա գանք ինչի համար։ Նայեք, Ստալինգրադի ճակատամարտ ասում են, որ դա կեղծ միֆ է, որ եթե Ստալինգրադի ճակատամարտում Խորհրդային Միությունը պարտվեր, Հայաստանը վրա կհարձակվեր Թուրքիան եւ գրում են, թե դա հայափրկչական այդ միֆը, որ իբր Ստալինգրադը հայերի համար ստեղծվել են, որ այդ զոհերը
արդարացնեն։ Հասկանաք, նախ Ստալինգրադը ով է ասել, որ հայերի համար է այդ միֆը հորինվել, այսինքն սովետական միությունը մտածում էր, թե ինչպես Հայաստանին սիրաշայի, հա, սովետական Հայաստանին սիրաշայի։ Իսկ այն, որ Ստալինգրադի ճակատամարտը երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության մեջ ունի բեկումնային նշանակություն եւ անկախ Հայաստանի հայերի եւ այլ, դա փաստ է։ Հիմա ինչի են անում։ Տեսեք, կարող է, տեսեք, հարցը, որ եկեք միֆերից հրաժարվենք, շատ լավ է, բայց անում են լիովին փոխելով իրականությունը եւ տանելով մի հարթություն, որտեղ պատկերացումները եւ հետեւաբար նաեւ վերարժևորումներն ու արժևորումները փոխվում են, այսինքն ասում են, դա գիտեք, հայրենական պատերազմ չէր։ Եվ չէին ուզում կռվել։ Այո, չէին ուզում կռվել։ Ուրեմն 300,000 մարդ այդտեղ զոհվել է։ Ինչի չէին, ով է, ասինքն ցանկացած պատերազմի ժամանակ լինում են չուզողներ կռվողներ։ Առհասարակ պատերազմը։ Ասենք Մարշալ Բաղրամյանը չուզենալով էր կռվում, մյուս հերոսները չուզենալով էին կռվում, եւ ես ձեզ ասեմ, բազմաթիվ նույն զինվորների հուշերում կամ իրենց մտքում պատկերացումներում եղել այն, որ կռվում են այն ֆրոնտում պաշտպանելով հայ-թուրքական սահմանը։ Ուրեմն երկրորդ, տեսեք, ասում են սովետական միությունը շատ վատ էր կառավարում, զոհերը շատ էին, գնդակահարում էին գերիներին, հետո որ հետ եկավ աքսորեցին եւ այլն, բայց այստեղ տարբեր բաներ են խառնում իրար։ Մենք քննարկում ենք սովետական միության լավ կառավարելը, ավտորիտար լինել, չլինելը, թե քննարկում ենք երկրորդ համաշխարհային ֆաշիզմի ու նացիզմի դեմ հաղթանակ։ Այսինքն սա նաև անուղղակի արդարացում է։ Տեսեք, հիմա սովետական միությունը ով է ասում, որ շատ պրոդուկտիվ էր կառավարում եւ ով է ասել, որ սարսափելի մեծ զոհեր չի տվել, կամ չգիտեմ, ռուսական այլ դրվագներում պատերազմի, Ղրիմի պատերազմում ով էր ասում, որ շատ էֆեկտիվ էին գործում եւ այլն։ Բայց հարցը դրա մասին չէ ընդհանրապես, այլ լիովին այլ երևույթի, որ այն, ասում են, պահեստականորեն դա ներկայացնում են որպես հայրենական պատերազմ, որ իբր Թուրքիայի վտանգն են կանխել եւ այլն եւ այլն, դա ուրեմն իմացեք, սա ոչ հայրենական է, ոչ է Թուրքիան ուզում էր մեր վրա հարձակվել եւ այլն։ Երրորդ հանգամանքը, տեսեք, այդ որ խոսում են կանխատեսելիության մասին, որ սովետական միությունը չէր կանխատեսել, որ ֆաշիստական, նացիստական Գերմանիան հարձակվելու է։ Ուրեմն այս մասին խոսում են մի իշխանություն եւ նրանց սատարող մարդիկ, որոնք չեն կանխատեսել 44 օրյա պատերազմը, որոնք 2020 թվականին ընդառաջ տապալել են բանակցությունները, որովհետեւ եթե ասում ես Ղարաբաղը Հայաստանի է վերջ, դու ասում ես ուրեմն ես էլ չեմ բանակցում այս թեմայով, մա ինչքան էլ ինչ ուզում են վայրահաճեն։ Եվ դու 2020 թվականի պատերազմից առաջ չէիր լսում այլ կարծիքներ իշխանություն։ Դու հավաքում էիր քեզ հավատարիմ մտերիմ այսպես վերլուծաբանների, որոնք ասում էին Էրդողանի օրերը հաշված են, ոչ մի բան էլ չի լինելու, եւ դու քաղցր սուտը ընդունելով որպես ճշմարտություն գնում էիր առաջ եւ կան մարդիկ այն ժամանակվա պաշտոնյաներ, ոչ լավ պաշտոնյաներ, որոնք նաև անուղղակի խոստովանում են, չէ՞ որ այս ամեն ինչը իրենք սխալն է եւ օրինակ պատասխանատունից մեկը ասում է, հա դե սա քաղաքական կարճատեսություն էր, որ մենք չէինք տեսել, որ պետք է պատերազմ լինի 44 օրյա եւ մի քիչ կարող է անհամեստություն հնչել, բայց 2020 թվականի հուլիսին ես ինքս եմ մի բան գրել Facebook-ում, ստատուս, որ կարծես թե Թուրքիան պատրաստվում է պատերազմ, այսինքն հուլիսին ես կարող էի տեսնել, ես համեստ լինելու, համեստ մի գիտնական լինել։ Ուրեմն դուք չեք տեսնում։ Եվ հիմա այդ իշխանությունը, նրանց սատարողները լուրջ դեմքով ասում են սովետական միությունը չէր կանխատեսել, չգիտեմ, սահմանը էս չէր արել, չէր պաշտպանել, չգիտեմ, միանգամից Գերմանիան հասավ ահագին տարածքներ գրավեց, դրա համար այդքան զոհեր եղան եւ այլն, այսինքն քննարկել այս մասին դետալներ ու ներկայացնել որպես
այսպես սովետական միություն որպես այո ինչ որ չկայացած, բայց սա չի հարցը։ Հիմա այս փուլում նմանատիպ այսպես միֆեր կոտրելու ակցիան ակնհայտ է, որ ունի աշխարհաքաղաքական նշանակություն։ Այդ հարցազրույցը մայիսի 9-ին էր, երբ Մոսկվայում զորահանդեսն էր, որտեղ անձամբ Նիկոլ Փաշինյանն էր, հայկական որևէ վաշտ ներկայացված չէր, Փաշինյանը այնտեղ ստիպված էր նստած իրեն մեկուսացված վիճակում դրած եւ այլն, ու պետական հեռուստաալիքը անում են նման քարոզչություն, դրան հաջորդում է Սուրեն Պապիկյանի այցելությունը իդեպ Գերմանիա, որտեղ նա Մեծ Բրիտանիայի պաշտոնյայի հետ պայմանավորվում է ռազմական կցորդների նշանակման մասին, այսինքն աշխարհաքաղաքական ինչ-որ գաղափարական հիմքեր են փորձում ստեղծել, փորձում են արևմուտքի ներողամտությունը հայցել, որ Փաշինյանը այդ օրը Մոսկվայում էր, որովհետև Կալասի կողմից գիտենք, թե ինչ հայտարարություններ հնչել, ինչ են անում եւ ինչու են անում հիմա, ու ավելի լայն, ինչու են ընկել առհասարակ պատմության հետևից, ոչ միայն այս դրվագով, այլև հայոց ցեղասպանության հարցը կասկածի տակ դնելու, տեսնում ենք խորենացու ողբ Հայաստանի ձեռքներին պտտվում են, ինչ որ կրթարշավ են անում, հայոց պատմությունն են յուրովի մեկնաբանում։ Տեսեք, պատմության խեղաթյուրումը ընդհանուր, ես կարծում եմ երրորդ հանրապետության ավարտի իրենց համար, չէ՞ որ ասում են երրորդ հանրապետությունը ստեղծության ավարտված է, այդ կոնտեքստում է, որ ստեղծվող նոր իրենց համար չորրորդ հանրապետությունը պետք է ունենա պատմության հանդեպ այլ մոտեցումներ, որտեղ թուրքերը թշնամի չեն, չգիտեմ, երկրորդ համաշխարհայինը դա հայրենական չէ, եւ այլն եւ այլն։ Ուրեմն սա ինչու համար են անում նոր ինքնություն, խաղաղության գնացող կոնցեպտ եւ այլն։ Ընդ որում դեռ հնուց ինչ որ բաներ մնացել են հին այսպես ընկալումների, որ օրինակ իրենք քննադատելով ընդդիմության որոշ ներկայացուցիչների կամ նախկին նախագահներին օգտագործում են վիրավորական արտահայտություններ, թող ներեն ինձ, բայց ասում են թուրքեր եւ այլն, այսինքն նայեք ինչ է ստացվում, թուրքին հաղթածին թուրքերին պարտվածները անվանում են թուրք, հասկանում եք, այսինքն ինչ է գնում, բայց պետք է հասկանան, որ վիրավորանքը պետք է փոխեն, որտեղ իրենց համար թուրքը արդեն բարեկամ է, թշնամի չէ եւ այլն։ Այսինքն լիովին փոխվում է այդ ինքնությունը, մտածելակերպը եւ այդ հարցում բնականաբար պատմությունը պետք է, այսինքն մա տեսեք սա շատ լուրջ հարված է նաեւ այս մայիսի 9-ի էս կողմ, որ արդեն այդ արժևորումները փոխեք, երկրորդ համաշխարհայինի այդ մոտեցումները փոխեք եւ այլն եւ այլն։ Ու բնականաբար դա սկսվեց նաեւ ցեղասպանության հարցի հրափոխումով գալով երկրորդ համաշխարհային։ Ես կարծում եմ, որ սա դեռ ամբողջը չէ։ Այլ կարմիր գծեր նույնպես լինելու են եւ ցավալին այն է, որ կան որոշ շրջանակներ, մասնագետներ, որոնք այս ամեն ինչին մասնակցում են, բայց իրենք գնում են իրենց դավանած կամ իրենց պատկանող գիտակարգերի արժեքների դեմ, որտեղ իշխանությունները այս կամ այն կերպ մի օր կգնան եւ այլն, բայց ճշմարտությունները, ասենք դու որ ասես, գիտեք, բանը Ստալինը Հայաստան, Արևմտյան Հայաստանը կարծը ուզում էր, որ տար Ադրբեջանին, երբ որ կա տակը փաստաթուղթ սովետական Հայաստանն է դա պահանջել, դրանք ուրեմն հեռու են ճշմարտության հետ որևէ աղերս ունենալու։ Եվ լայն առումով, պարոն Մելքոնյան, նպատակը թուրքական թեզերի ներքո հայկական ինքնություն կերտելու ծրագիրն է, հանձնարարությունն է, ինչն է, որ ավելի լայն նայենք եւ այդ ամենը, այս ջանքերը զուգորդենք այն քաղաքականության հետ, որը այսօր վարում է իշխանությունը, մասնավորապես Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Տպավորություն է, որ բարի թուրքերի կերպար են ուզում կերտել։ Ես ձեր հարցին նախորդ հարցին էլ փորձեմ անդրադառնալ, որ ինչ են անում, չի եմ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հետ եւ այլն եւ այլն։ Տեսեք, նույն սխալն անում են ինչ որ արվել է 100 տարի առաջ, ինչ որ արվել է տարբեր տասնամյակներ առաջ, որ հիմա անդադ փորձում են ինքնիշխանությունը իրենց իբրև թե գտնել մեկ թուրքերի հետ բարեկամությամբ, մեկ արևմուտքի հետ, բայց
կա մի դաժան օրինակ մեր աչքի առաջ, Ուկրաինայի օրինակը, որի հետ ջերմ համագործակցում էին բոլոր այդ երկրների ղեկավարները, հիմա էլ չէ, երեք Մակրոնը այնտեղ էր, էլի պաշտոն այլ երկրների ղեկավարները ժպտում էին, բայց այդտեղ ողբերգություն է եղել, չէ, այդ երկրում։ Այդտեղ 100,000-ավոր մարդիկ են զոհվել, այդտեղ ընտանիքներ են որփացել, այդտեղ քաղաքներ չկան այլևս։ Ինչներիդ վրա եք ժպտում։ Եվ Մակրոնին զարմանում են, որ այսպես Կիևի փողոցներում ողջունում էին եւ այն։ Մակրոնը ինչ էր խոստանում։ Այսինքն հիմա Ուկրաինան դե ֆակտո կորցրեց տարածքներ եւ հիմա Մակրոնը եկել է որպեսզի ինչ անի, խաղաղություն բերի։ Այսինքն հիմա մենք չտեսնելով ուկրաինական դասը էլի գնում ենք անենք նույնը, ինչ որ 100 տարի առաջ փորձում էինք անգլիական նավերը բերել Կովկասյան լեռներ, այնել դրանք չստացվեց։ Եվ այստեղ նաև այդ մի ձևակերպումը կա, որ այդ քարոզիչներն ասում են սովետական միությունը միայնակ չի հաղթել պատերազմ, բայց ով է ասում, որ սովետական միությունը միայնակ է հաղթել դաշնակիցների հետ, բայց հիմա թե մեծ պետությունները իրար հետ մրցում են ով է ավելի շատ ներդրում ունեցել ԱՄՆ-ն, ԽՍՀՄ, թե Մեծ Բրիտանիան, դա մեզ հետ որևիցե առնչություն չի, այսինքն ասում են գիտեք, եթե Ամերիկան չմիջամտեր, Խորհրդային միությունը չէր հաղթի եւ այլն եւ այլն։ Սա մեկ։ Երկրորդ հանգամանքը այս կոնտեքստում, տեսեք, Թուրքիան եւ Ադրբեջանը մեր առջեւ դրել են լուրջ պահանջներ։ Փոխել սահմանադրությունը, ուրեմն պատմությունը վերարժևորել, անցյալի թշնամանքը եւ այլն։ Այս ամեն ինչը ինչպես պետք է արվի։ Փոխելով Թուրքիայի հանդեպ մեր ստերեոտիպը, բայց փոխելով կեղծիք բերելով, այսինքն ոչ թե իրականում թուրքերը նպատակ չեն ունեցել հարձակվել Հայաստանի վրա, այլ այդպես փորձում են ներկայացնել, պատրանք այդպես, որ եկեք մտածենք, որ թուրքերը այդքան էլ վատ չեն տրամադրված մեր հանդեպ, եւ այլն, արժևորենք անցյալի բարեկամությունը, որը չգիտեմ ուր է, ես չեմ տեսել, որտեղ է եղել եւ այլն, եւ ինչի համար է սա, որ այդ պահանջները, այդ նոր Հայաստանը, դա առանց հիշողության առանց լուրջ կարմիր գծեր ունենալու Հայաստանը եւ այս ուրեմն ուղղությամբ է իրականացվում առանց հանրային, այսպես ասած, դիմադրության կարողանան այդ թեզերը ուղղակի կյանքի կոչել եւ ունենանք Հայաստանի Հանրապետություն, տարածք, գուցե որը իրականում կլինի թուրքական վիլայետ կամ ադրբեջանական, նայած թե բախտները ինչպես կբերի։ Այո, բայց գիտեք, հարցի ամենավատ կողմը այն է, որ դրա համար այդ տարբեր իրենց պլանները իրականացնելու համար, իսկ չգիտեմ, միգուցե իրենք sense ցայտնոտի մեջ դիմում են մեկ Մեծ Բրիտանիային, մեկ Անգլիային, մեկ Ֆրանսիային, մեկ չգիտեմ եւ այլն, բայց այդ ամբողջի կոնտեքստում հարվածում են մեր ինքնությանը եւ խոստացածս երրորդ դրվագը որն է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանին հաղթելուց հետո հիմա ինչ են ուզում էլ Հայաստանից։ Այսինքն տարածք գրավելու կամ չգիտեմ Հայաստանը իրենց համար ինչ խոչընդոտ է։ Իրենք միակ խոչընդոտը որ մնացել է Հայաստանում դա հայկական ինքնությունն է եւ Սյունիքն է։ Սյունիքի նկատմամբ մենք տեսնում ենք ինչ է կատարվում այդ Զանգեզուրի միջանց կոչվածով, իսկ հայկական ինքնությունը, որի մեջ է հայկական հիշողությունը, արժեքները, նույն երկրորդ համաշխարհային հայրենական պատերազմը, ցեղասպանության արծեվան, հիմա իրենց թիրախը հայկական ինքնությունն ու հիշողությունն է։ Եվ ես այստեղ ասում եմ որպես թուրքագետ, սա թուրքական թիրախ է, որովհետև թուրքերի համար սերունդ որը ունի արժե համակարգ, որի մեջ կան հերոսներ, որոնք թուրքերի դեմ են պայքարել եւ հաղթել, որոնց մեջ կան հերոսներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն, Բաղրամյան եւ այլն, չպետք է լինեն, որովհետեւ այստեղ դու ասոցացվում ես հերոսների հետ։ Հասկանաս դու ասոցացում ես, որ դու Բաղրամյանի ազգից ես։ Պիտի մոռանաս։ Այո, դու մյուս մեծերի ազգից ես եւ այդ պարագայում թուրքական այս պարտադրանքները չի լինելու, հնարավոր չի ստեղծվի։ Հետևաբար թիրախը ինքնությունն է, բայց ինչն է ողբերգական, որ մեր ինքնության դեմ պայքարում են նաև Հայաստանի ներսում այդ
վերնագրի ներքո միֆազերծում եւ եթե իշխանության քարոզչա մեքենան դրան գիտակցաբար են գնում մասնագետները միևնույն է, ես ցավում եմ մասնագետների համար։ Բոլորի համար եմ ցավում, ովքեր մասնագիտական իրենց տիրույթից դուրս են գալիս, մտնում են կամ լռում։ Իսկ լռողները մի ուրիշ ցավ է, որը կա, որ չգիտեմ ինչ են լռում, ասում են դե մեր պատվից ցածր եւ այլն, բայց այնուամենայնիվ չի կարելի լռել, որովհետեւ այս ամեն ինչը վերաբերում է իրենց վաղը այդ լռողների երեխաները դպրոցներում այդ գրքերով են սովորելու եւ վաղը լռողների երեխաները գալու են տուն, ասեն, որ Հիտլերը ուզում էր ուրեմն Հայաստանը փրկեր եւ այլն եւ գլխիվայր ներկայացնելու են այս ամեն ինչը հետեւաբար սա լուրջ խնդիր է, սա իրոք համազգային խնդիր է, որովհետև պայքարը մեր ինքնության դեմ։ Հիմա կարող են ինչ-որ իրենց լծակները օգտագործելով ինչ-որ պրոպագանդան ավելի թեժացնել եւ այլն, բայց ես գոնե իմ պարտն եմ համարում ասել, որ կանգ առեք, որովհետև կեղծիքը եւ խեղաթյուրումը նույնպես իր սահմաններն ունի։ Չի կարելի այդ սահմաններից անդին անցնել եւ սևը ներկայացնել որպես սպիտակ։ Շնորհակալ եմ, պարոն Մելքոնյան, մանրամասն վերլուծության եւ թույլ տվեք օգտագործել այս բառը պատմագիտական լիկբեզի համար։ Շնորհակալություն, հարցազրույցին սպասեք վաղը։